Ամբրոցներ Սարի բնակիչները։ Այ Բալաբեկ, ախր ձեր տկլոր երկրում ոչ անտառ կա, ոչ ժայռեր կան, արջն ինչ գործ ունի ձեզ մոտ։ Թերահավատորեն հարցնում էի ես Մարտունեցի որսորդ Բալաբեկին։ Ինչ գործ ունի։ Մի ամառ մենակ մեր ֆերմայից 80 ոչխար ջարդեց։ Իգայլաղում բարձրանում է գոմի կտուրը, թաթերով քանդում հողը, ետ տալիս, առաստաղը պոկում է ու ներս ընկնում։ Իր բացած ծակով 13 ոչխար էր դուրս շպրտել։ Դուք ո վկա եք այ կոլխոզնիկներ։ Հա, մեր կողմերում արդ շատ կա, հաստատեցին նրա խոսքը։ Բալաբեկը իր երկար բարակ բարձունքից մի հաղթական հայաց նետեց մեր բանավեճին ներկա եղեղների վրա, կոշտ ձեռքով սղալեց երկար սև բեղերն ու զվարթացած շարունակեց. Չկա մի տարի, որ արջերը վնասներ չհասցնեն մեր շրջանի կոլտնտեսություններից որևէ մեկին։ Անցյալ տարի նույնիսկ մեկը եկել էր տրակտորիստների մոտ, շրջապատել էին, շփոթեցրել, ամեն մեկը մի բանով խփել էին, սպանել։ Իսկ որտեղ են ձմռանը քուն մտնում, դուք նույնիսկ անձավներ չունեք, վերջին առարկությունս հրապարակ հանեցի ես։ Սերածայր Սարը տեսնում ես, ամբնոցներ Սարը, դրա ճակատը մի տեսակ կնճռոտ է ու երեսը խոժոռ, ունքերը կախ, դրանք քարափներ են, ձյունով ծածկված, բարձրանում են, քնում էդ քարափներում։ Դա մի տեղ է, որ մենակ թռչունները կարող են հասնել, մարդը չի հասնում, քանի որ շատ դիք է։ Բայց թե ոնց են դրանք բարձրանում, ոչ ոք չգիտի։ Իսկ իջնելիս ես տեսել եմ, քաշվելով մեջ մտա ֆերմայի հովիվներից մեկը։ Մի գարնանամուտի 3 արջ դուրս եկան այդ ճակատի բներից, տեսնում եք, նստեցին ձյան վրա ու սղալով մի րոպեում իջան ձորը։ Քոթոտներն էլ գրկած, հեգնանքով լրացրեց ընկերը։ Գուցե գրկներին քոթոտներ էլ կային, ինչ եք ծիծաղում, փետրվարին նրանք բնի մեջ ճուտ են բերում, պահոճուտերին չէին թողնի իրենք իջնեն։ Թող Բալաբեկն ասի, կատարից սղալով չեն իջնում։ Հա, աչքովս եմ տեսել, ախր խոսքս կիսատ թողեցիք։ Ու շոյված, որ իրեն վկայակոչեցին, Բալաբեկը ոգևորված շարունակեց. Հա, էն էի ասում, որ արջը մեր կոլխոզի ֆերմայից 80 ոչխար փչացրեց, գործկոմի նախագահը ինձ կանչեց, թե Բալաբեկ ջան, մեր հույսը ու ապավենը դու ես, ճար ունես, տես, դե մի շրջան, մի Բալաբեկ, ուրիշում պիտի դիմեին, որ, տոփս լնքոտ, ինչ ես թաքուն ծիծաղում, դրուս չեմ ասում, ասի ընկեր նախագահ, ես հիմի շրջանի որսորդներին կհավաքեմ, կգնամ տիկ կհանեմ դրանց, դե այս մարդն էլ քաղաքից եկած ինձ չի ճանաչում, դուք հո գիտեք, որ քանի տարի է շրջանի որսորդների նախագահը ես եմ։ Հրահանգ կրեցի, որ շրջանի որսորդները իրենց զենքերով ներկայանան։ Միչև իմ հրամանը տեղ կհասներ, ասի կաց մի խաղամ այդ գող արջի գլխին։ Գիտեի, որ մյուս օրը գալու է ֆերմա իր սպանած ոչխարների լեշից ուտելու։ Լեշի մեջ դինամիտի հրապատիճներ թաղեցի ու գնացի տուն։ Դե հիմի թող մսի համը տեսնի։ Հենց որ ատամի տակը գցի, պատիճը պայթելու է, բերանի առաստաղը փուլածի։ Մյուս օրը եկա տեսա, անիրավը մսի միջից պատիճները մեկ-մեկ ջոկել դեն է գցել, միսը կերել։ Լավ, կարծում ես Բալաբեկը էլ հնար չունի։ Թույն դրի մսի մեջ։ Մյուս օրը եկա տեսա, թույնը ջոկել դեն է գցել, միսը կերել։ Լավ, դրանից էլ պրծար, հոզենքից չես պրծնելու։ Զորքս հավաքեցի, արջի հետքով գնացի ամբրոցներ Սարը։ Հեռվից տեսանք, որ 2 շեկ արջ բարձրացան Սարի գագաթը։ Դրանք են, որ կան, ֆերմայի գողերն են։ Բայց դե ամբրոցներ միասի ամպերից կախված մի գիրտ պատասա։ Չոքեչոք 10 քայլ վեր ենք բարձրանում, 20 քայլ սղալով ետ գալիս։ Ոնց են այդ ահագին արջերը բարձրացել, մարդ նայում ու ապուշ է կտրում։ Վերջը 2 օր չարչարվեցինք, մի կերպ այդ Սարը բարձրացանք, տեսանք դրա թիկունքը կանաչ, անմահական խոտեր կան, որոնց հոտից մարդ չի կշտանում։ Այդտեղ նոր հասկացանք, թե ինչի են ամառը բոլոր կողմերից, նույնիսկ Հայոց ձորի կողմերից արջերը բարձրանում այս տկլոր Սարը, գալիս են մանդակ ուտելու։ Շատ մանեկանք մեր ֆերմային վնասող արջերից մեկին գտանք։ Դա մեզ տեսավ, թե չէ պուկ փախավ։ Բայց դե որ սկան Բալաբեկի գնդակից ուր պիտի պրծնի։ Բայց կարծեմ սպանողը Բալաբեկը երիտասարդներից մեկի այդ խոսքը իր բերանում թողեց։ Ոնց թե, ուրեմն ես չեմ սպանել, գոռաց նա,
Հայ, ուրեմն Բալաբեկը մեռած լինի, որ նրա առաջից ուրիշը որս խփի, չհավատաս, խստությամբ պատվիրեց նա ինձ ու ձայնը մեղմացնելով շարունակեց. Բայց զարմանալի բան, մեր շրջանի ֆերմաներից այդքան ոչխար էր կերել ու ինքը լղար։ Այ մարդ, ախր սրա սնունդը միշտ տեղն է եղել, ինչի չի չաղացել։ Կաշվի տակ գոնե մի շերտ յուղ չկա, որ քսեմ քամոտ ոտներիս, այդպես էլ արջ կլինի։ Մեկ էլ մտածում եմ, ախր սա գող արջ է, ֆերմաներից ոչխարներ է փախցնում։ Ձեզ եմ ասում, որ գողն է չաղ, որ սա չաղ լինի։ Գողի սրտում բռնվելու ահը միշտ կա, իսկ չաղանալը ո՞րն է։ Հնի վերապրուկը։ Այսպես անվանենք հագուստին հարգանք մատուցելը ևս, քանի որ դեռ շատ դարեր առաջ Խիկար իմաստունն է ծաղրել մարդկային այդ թուլությունը։ Վերադարձել եմ որսից, հանել ճմրթված ու ցեխոտ հագուստներս ու նորն եմ հագել, այնպես նորն ու թանկարժեքը, որ 20 տարի հետս դույով խոսող որսորդ ընկերս մի տեսակ ակնածանքով է նայում վրաս ու անցել է դուքի։ Ուր էիր երեկ, անիրավ, վրաս լինեիր, մարտունեցի աղաբեկը այնպես արհամարհական տոնով չէր խոսի հետս։ Ասենք աղաբեկն իրավունք ուներ, լճափից վերադարձել է հյուրանոց ձկնոտ հին հագուստով և 46 համարի ռեզինե սապոգներով, այն, որ հանքախորշում են հագնում։ Մարտունի հյուրանոցի ճաշարանը իր օրում երևի այդպիսի անհաջող արտաքինով հաճախորդ չէր ունեցել։ Շատ սպասեցինք ես և ձկնորդ ընկերներս, մինչև որ բուֆետչիկ աղաբեկը ճերմակ դեմքով բարալիկ մի երիտասարդ դախլի հետևից մատով կանչեց ինձ ու հեգնախառն հարցրեց. «Դու ինչ ես ուզում»։ Համեստորեն ուտելիք պատվիրեցի, բայց հույս չունեի, թե իրենք կմատուցեն, քանի որ ճաշարանի կազմը զբաղված էր վերադասին սպասարկելով։ Երբ վերադասը, կարծեմ Հայկոպից էր, իր շքախմբով վեր կացավ, նոր միայն հիշեցին մեզ, անշուք որսորդներիս։ Լուռ կերանք, քանի որ հոգնած էինք ու քաղցած։ Այդ ժամանակ աղաբեկը իր գահից դարձյալ մատով հրավիրեց ինձ։ «Դու այս կողմերում ինչ բանի ես»։ հարցրեց նա։ «Ձուկ եմ բռնում», համեստորեն պատասխանեցի ես։ «Ձուկ բռնելը քո խելքի բանը չի», արհամարհանքով շպրտեց նա ու շեմքին նայելով հանկարծ կերպարանափոխվեց, հեզացավ, սիրալիր ժպիտ խաղաց դեմքին, ներս էր մտնում կոմունալ բաժնի վարիչը։ Հաջորդ օրը ձախորդության հանդիպեցի։ Նա Ադամյանի խորդուբորդ փողոցներով անցնելիս իմ Վոլգա մեքենան ամբողջ թափով քարին զառնվեց։ Գլխով խփվեցի դիմացի սապակուն, կացակներ խաղացին աչքերիս առաջ։ Գիշեր, սառնամանիք, լճից այնպիսի ցուրտ քամի է փչում, որ չենք կարողանում մեքենայից դուրս գալ։ Մի ավտովարորդ պատահեց, որ թեև շատ բարի դեմք ուներ, բայց միջնադարյան ավազակապետի անուն ուներ՝ Արաբխան։ Այդ բարի մարդը մեզ խրախուսեց, սրտապնդեց, մեր մեքենան իր բեռնատարով քաշեց մոտիկ բակը, մեզ տեղավորեց ֆերմայի բրիգադիրի տանը, ուր սրտաբաց հյուրասիրեցին մեզ։ Ընկերներիս համար փափուկ անկողիններ պատրաստելուց հետո Արաբխանն ինձ նստեցրեց կողքին ու քարքարոտ ճամփով քշեց դեպի իրենց գյուղը։ Այնպես էր թխթխկում բեռնատարը, որ աղիքները շուռ էին գալիս։ Հիշեցի տասնամյակներ առաջ Մաչկալում խնկո ապոր հրապարակած ոտանավորն այս գյուղի մասին։ Աման, Ադյաման, ճամփաներդ ինչի նման։ Ադյամանը Գետաշենի հին անունն է։ Մի քիչ էլ դիմացիր, հիմի կհասնենք իմ եղբայր Միսակի տունը, որ իմացավ դու ես, սաղ գեղը քեֆի կհրավիրի, այնքան կուրախանա, որ… Միսակը քնած էր Մսրա Մելիքի քնով։ Երեկոյան լավ հոգնել էր ու հիմա խռմփոցը երկինք էր հասնում։ Կինը, բազմաթիվ երեխաների հոգսերից հյուծված մի հեզ արարած, անկյունի թախտին ինձ համար անկողին բացեց, իսկ Արաբխանը ինչ-որ բան փսփսաց նրա ականջին ու գնաց։ Ինչ քնել։ Այս ու այնտեղ պառկած երեխաներից անուշ գոլ էր բարձրանում ու ընդարձակ օդանը հագեցված էր ֆսսոցով, փսսոցով, խռռոցով։ Մեքենայի վթարից դեռ շշմած մղձավանջի մեջ էի, երբ լուսադեմին վրա նստեց տանտերը, նայեց իմ կողմը, աչքերին չհավատաց, որ օտար մարդ է պառկածը, տրորեց աչքերն ու նշանով կնոջը կանչեց մոտը։ Իմ մութ անկյունից նայում եմ աչքի պոչով։ Տանտերը աչքով ունքով իմ կողմն է ակնարկում, ձեռքով հարցական շարժումներ անում, թե «Կնիկ, էս ինչ մարդ մարդահոտ է գալիս»։ Գիշերն Արաբխանը բերեց, ասաց բանաստեղծ է, շշնջոցով արդարացավ կինը։ Միսակը
Կասկածանքով նայեց ռեզինե սապոգներիս, նայեց մահճակալիցս կախված ձկնորս տելեգրայկայիս ու բեղի տակ քմծիծաղ տվեց։ «Խելքդ փչել ես կնիկ», վճռեց նա, «դա բանաստեղծ չի, դա բանաստեղծի շոֆերն է»։ Լուսացավ, բոլորն էլ հագնվեցին, հագնվեցի և ես։ Եվ երբ հագնվեցի, բոլորի համար էլ անվիճելի դարձավ, որ ես բանաստեղծ Վախթանգ Անանյանի շոֆերն եմ։ «Ու մութ, մուղայիդ քշեիր, վնասը շատ է, հիմա ինչ կասի խազեինդ», կարեկցաբար թոթովում էր Միսակի պառավ մայրը։ «Բա ինքն ուր է», հարցրեց Միսակը։ «Ինքն ով է»։ Մոռացել էի, որ ինձ շոֆերի տեղ են դրել։ «Վախթանգ Անանյանը»։ Ախ, մի պատահեր, կիմանայիր, թե ինչ մարդ է, մարտունեցի Միսակը։ Ախր նա մեր Սևանի անունը մինչև Չինաստան է հասցրել։ Հիմի որտեղ է, գոնե գնանք երեսը տեսնենք։ Շրջանի ղեկավարները հյուր տարան, պատասխանեցի ես։ Կտանեն, բա։ Նա հիմի հյուրանոցի լյուքս համարում քեֆ անելիս կլինի, բա հո բեռնատարով Միսակի տունը չի գնա, ասաց տանտերը, և ես նրա խոսքի մեջ զգում էի դառը հիասթափություն։ Հրավիրեց նախաճաշի, մտամոլոր ծխեց, գլուխն օրորեց։ Բանաստեղծ է բերել։ Ու մեկ էլ արհամարանքով նայեց ռեզինե սապոգներիս ու ձկնոտ տելեգրայկայիս։ Չհասկանալու եմ դնում։ Ուտում եմ անտրամադիր, ցրված, մեքենան ջանդամը, որ սխափանվեց։ Սրանք էլ մի կողմից տոշորս լավը պիտի լինի, որ հավատակ։ Լավ էր, էլի իմ կադրերը օգնության հասան ինձ, Միսակի դպրոցական երեխաները։ Գրադարանից հանել են գրքերիցս մեկը, նրանում տպագրված դիմանկարիս են նայում ու հայացքով գաղտագողի համեմատում քամուց խաշված դեմքիս հետ։ Վերջապես գլխի ընկան, երևի ահագին քիթս էր մատնել ինձ։ Փսփսուկ տարածվեց տանը, և այդ փսփսոցի արդյունքն այն եղավ, որ տանտերը ուրախացած վեր թռավ ու գոչեց. «Կոնյակ բեր, այ կնիկ, այ տղա, գնա դպրոցի դիրեկտորին կանչիր, կանչիր ով պատահի, էդ ինչ լավ եղավ, որ մեքենադ ջարդվեց, ախր որ չջարդվեր հո քեզ չէին տեսնի իմ հարկի տակ»։ Իսկապես որ իմաստուն մարդ է եղել Խիկարը։ Հիմի ցամաք սև հացի կտորը դեմ չանեմ անմեղ տեղը ինձ նսեմացնող տելեգրայկայից, թե կեր, էս է քո պատիվը, սրանից ավելին չարժես։ Չարժես, որովհետև քո պատճառով էր, որ մարտունեցի աղաբեկը ինձ նման որսորդին հրապարակով նախատեց, թե ձուկ բռնելը քո խելքի բանը չի։ Ծովի տղան։ Մայիսի մի պարզ ու պայծառ օր, երբ գարնան մռայլ մառախուղներից հետո Սևանի ջրերը առկայծում էին ու ծիծաղում, մենք ջուրը մտանք ռետինե նավակներով ու ցած մեկնեցինք մենք կարթերը։ Մեր դիմաց միջնադարյան այրիվանքն էր թառած ծովափնյա ժայռին, իր մարմարոտ գմբեթներով։ Մի այլ ժայռի գագաթին բարձրանում էր Աշոտ Երկաթի հինավուրց ամրոցի մի կիսավեր աշտարակը։ Գյուղից հեռու այդ աշտարակի ստորոտում ժայռերի ու հրաբխային քարակույտերի մեջ ճերմակին էր տալիս մի տնակ։ Նրանից մի մարդ դուրս եկավ ու ձայն տվեց մեզ։ «Էդտեղ ձուկ չկա, ափ եկեք, ձեզ լավ ձկան տեղ ցույց կտամ»։ Թիավարեցինք դեպի ափ։ Մարդը 50-անց կամարված դեմքով մի ձկնորս շատ սիրալիր ընդունեց մեզ։ «Առաջ գնանք իմ օջախը հաց կերեք, հետո ձկան տեղը ցույց կտամ», առաջարկեց մարդը։ Հրաժարվեցինք։ «Եթե ուզում ես մեզ հյուրասիրել, հենց հիմա ցույց տուր մեզ մի տեղ, որ ձուկն առատ կլինի», ասաց իմ ընկեր Լորիսը, կարթը հավաքելով։ «Ցույց կտամ, բայց ծովին ծանոթ մարդ է պետք ձեզ հետ», ասաց ձկնորսը, քանի որ, շարունակեց նա, մեր Սևանը խենթ բնություն ունի, կարող է խամ մարդկանց վնասել։ Որ Սևանն իրոք խենթ է, ես դա իմ փորձով վաղուց գիտեմ, ուստի համաձայնվեցինք մարդու առաջարկին։ Մեր խոսակցության ընթացքում թշիկները բրոզագույն, սև աչքերը ծիծաղող մի սիրուն պատանի մոտեցել էր մեզ ու ամոթխած հետաքրքրությամբ զննում էր մեր նավակները։ «Ալբերտ, սրանց կտանես պղպջակները», պատվիրեց մարդը պատանուն և օգնեց մեզ նավակ նստելու։ Մեր փոքրիկ առաջնորդը շատ ամաչկոտ և շատ քչախոս դուրս եկավ։ Նա ծնվել ու մեծացել էր այս մենավոր տանը և, ըստ երևույթին, քաղաքից եկած մարդու հազվադեպ էր հանդիպել իր կյանքում։ Մեր նավակները թեթև սահում էին լճի անկնճիռ մակերեսին, իսկ զմրուխտ հագնող լեռներից եկող հովը մեղմորեն շոյում էր մեր դեմքերը։ Հարց ու փորձ արինք և մինչև տեղ հասնել այդ քչախոս պատանուց հազիվ կարողացանք այսքան իմանալ, որ սովորում է հարևան Այրիվանք գյուղի դպրոցի 4-րդ դասարանում և որ իր հայրը կոլտնտեսության որմնադիր Արամ Դադիկյանն է։
Ափից շատ չէինք հեռացել, երբ նկատեցինք, որ լճի մակերեսը պատված է պղպջակներով։ «Ծովի տակից աղբյուրներ են դուրս գալիս», պատասխանեց մեր հարցին Ալբերտը, քաշվելով եւ ավելացրեց. «Արդեն հասել ենք, ձկան տեղը»։ Եվ մենք, որ դարձել էինք խիստ անհամբեր, իսկույն պատրաստեցինք մեր կարթերը, տեսնենք ինչեր պիտի հանենք փորձված ձկնորսի ցույց տված այս խորքերից։ Բայց Արամ Դատիկյանի ձկնառատեղը ամուլ դուրս եկավ։ Ամբողջ մի ժամ անցավ, կարթերին ջուկ չէր մոտենում։ Մինչդեռ շրջապատում մեկ այստեղ, մեկ այնտեղ ջրից վեր էր թռչում հասլիկ կողակներն ու արծաթակող իշխանները, չփչփոցով նորից ցած են ընկնում ու խռովում մեր հոգիները։ «Ինչ է պատահել, Ալբերտ», խոսեցնում եմ ես։ «Եղանակը լավ չի», ցածրաձայն պատասխանեց նա։ Ընկերս զարմացած հարցրեց. «Բա սրանից էլ լավ եղանակ, արև, խաղաղ»։ «Խաղաղը լավ չի», առարկեց Ալբերտը մի փոքր համարձակություն առնելով։ «Խաղաղ ժամանակ ձկները ջրի երես են բարձրանում, խաղում կամ մոծակ բռնում։ Տեսեք, մոծակի համար է ջրից դուրս նետվում»։ Հիանալի բացատրություն։ Մեր կարթերը լճի հատակին են, 15 մետր խորության մեջ, ուրիշխան ձկան ավլաղներն են, նրանց արոտները, բայց հիմա նրանք վեր են բարձրացել մայիսյան արևի տակ, զվարճանալու։ Աժդահակի ձյունոտ բարձունքներից փչեց հողմը, լճի հարթ մակերեսը կնճռոտվեց։ Քամին փչեց տարավ ջրի վրա կուտակված մոծակների շեղջերը, արևն էլ մտավ ամպի տակ։ Չքացավ դութի ճարևը։ Վերացան ճանճ ու մոծակ։ Հիմա որ ձկները կիջնեն հատակը, իրենց ավլաղները, ուր մեր կարթերն են։ Եկավ առաջին ձուկը, թփրտալով, դիմադրելով, պարանով բռնված վայրի քոռակի նման թափահարվելով, դեսդեն նետվելով։ Նայում էր մեր փոքրիկ ուղեկիցը մեր խանդավառված դեմքերին, լսում էր մեր բերկրանքի ճիչերը եւ նեղամտաբար ժպտում։ Նրա հայացքի մեջ կարելի էր կարդալ. «Ինչ մեծ բան է, որ այդքան ուրախանում եք»։ Իրավունք ուներ մեզ հեգնելու այդ փոքրիկ ձկնորսը։ Հաջորդ օրը մեզ պատմեցին, որ 3 տարի առաջ ձմեռը նա ծակել է սառույցը, կարթը կախել ու այնպիսի մեծ ձուկ է բռնել, որ ուժը չի պատել ջրից հանելու։ Գնացել է գյուղից մարդիկ կանչել, եկել են ջրից դուրս հանել 6 կիլոգրամ կշիռ ունեցող ահռելի յաբանին։ 8 տարեկան հասակում այդպիսի ձուկ բռնողն իհարկե հիմա մեզ պիտի նայի արդեն փորձված ձկնորսի աչքերով։ Քամին դադարեց։ Նորից ձուկը չքացավ։ «Ալբերտ, լսել եմ, որ Նորադոսի կողմը շատ ձուկ կա, չքշե՞նք այն կողմը», հարցրեց մեր երրորդ ընկերը Ռենիկը։ Տղան նայեց երկնքին ու ոչինչ չպատասխանեց։ Խոսեցրինք, պարզվեց, որ եթե 1 կիլոմետր ևս խորանանք, ձուկը կառատանա։ Առանց մեր առաջնորդի տատանումները հաշվի առնելու, իմ տաքարյուն ընկերները սկսեցին թիավարել դեպի լճի խորքը։ Տղան չդիմադրեց, բայց նրա սևսատ աչքերի մեջ կարդում էի, որ ափից հեռանալը իր սրտովը չի։ «Լողալ գիտեք», հարցրեց ինձ ամաչելով։ «Ոչ, հենց ցած ընկա, քարի նման իջնելու եմ հատակը», ծիծաղելով խոստովանեցի ես։ «Դա լավ չի», կարմրելով դիտեց տղան եւ աժդահակի բարձունքը հայացքով քննելուց հետո ավելացրեց. «Քիչ հետո Բոբոլոզը կգա»։ «Ո՞վ է Բոբոլոզը», հետաքրքրվեցի ես։ Տղան շփոթվեց։ «Հիմի կտեսնեք, թե ով է Բոբոլոզը», քիչ հետո ասաց նա։ Ապա մի փոքր լռելուց հետո ավելացրեց. «Ետ դառնանք, առաջ գնալը լավ չի»։ Ինչն է անհանգստացնում այս պարզ ու պայծառ օրը տղային։ Երևի վախենում է երեխան, մտածեցի ես։ Մենք չգիտեինք, որ լճափին մեծացած այդ տղան ոչ միայն երկնքի նշաններից ու քամու ուղղությունից, այլև իր բնազդներով զգում է, թե ինչպես վտանգն անձայն, բայց արագությամբ մոտենում է մեզ։ Ես տեսնում էի, թե ինչպես է տղան հոտոտում օդը, եւ դա երևում էր նրա դողդողացող ռունգերից։ «Ասացեք առաջ չգնան», նորից պնդեց նա։ Ես ընկերներիս, որ հարևան նավակում էին, պատմեցի տղայի ենթադրությունների մասին, եւ դա առիթ եղավ, որ կատակի ու ծաղրի նյութ դառնա Ալբերտի ասած Բոբոլոզը։ Սկսեցին ձեռ առնել տղային։ «Բոբոլոզը երբ է գալու, Ալբերտ»։ «Բոբոլոզը ոտով է գալու, թե նավով։ Բոբոլոզին կոտոշներ ունի»։ Տղան ամաչելուց այնպես էր շփոթվել, որ չգիտեր գլուխը որտեղ թաքցնի։ Բայց Սևանի բնությունն իր զավակին շատ շուտով հանեց անհարմար վիճակից։ Պտտահողմը ափի ավազներից արշավող սյուներ կազմեց, փոշու մառախուղ բարձրացավ եւ ամբողջ թափով եկավ մեզ վրա։
Խաղաղ լիճը միանգամից ճերմակեց վշշացող ու շառաչող փրփուրներից։ Ահռելի հողմի ուժից քշված ալիքներն այնպես էին շտապում դեպի մեզ, որ իրար շալակ էին բարձանում, նորից լեռնանում, նորից առաջ վազում։ Եկան փրփրած բաշերով հասան մեզ եւ մեր նավակները թեթև տաշեղների նման դես-դեն նետեցին։ Այ քեզ բոբոլոս։ Խարիսները գցեցեք, գոչեցի ես ընկերներիս։ Բոբոլոզին խարիս կդիմանա, պոկեց, տարավ եւ հաջորդ րոպեներին ջրի փրփրած դեզերի մեջ մենք կորցրեցինք իրար։ Քիթը ալիքի կողմը պահի, որ նավակը շուռ չգա, ամոթխացությունը մի կողմ դնելով Լորիսին խորհուրդ տվեց մեր պատանի առաջնորդը։ Տուր, թիակներն ինձ տուր, խնդրում է նա։ Բայց Լորիսը փորձված թիավարող էր, եւ թիակները ոչ ոքի զիջելու մտադրություն չուներ։ Համաչափ հարվածներով նա թե դիմագրավում էր կատաղի ալիքներին եւ նրանց խորխորատներից հաջող դուրս բերում նավակը, եւ թե նրա ընթացքը ուղղում էր դեպի հեռվում ճերմակին տվող հրվանդանը։ Առափնյա գյուղերից բազմություն էր հավաքվել աղետյալներից դիտելու, բայց մրիկը մեզ այնքան հեռու էր քշել, որ ափին խռնված մարդիկ մրջյունների չափ էին երևում։ Երկար տևեց պայքարը մեր եւ Ալբերտի ասած Բոբոլոզի միջև։ Վերջապես թշացող ու եռացող լայնատարած դաշտի մի անկյունում մի սև կետ երևաց, որ արագությամբ մեծանում էր։ Շրջանի իշխանությունը նավ էր ուղարկել մեզ փրկելու համար։ Խենթ է մեր Սևանը։ Մեզ սրտաճաք անելուց հետո տես թե ոնց է խաղաղվել։ Ու երես հառած գեղեցկուհու նման մեկնվել է իր զմրուխտ անկողնակալում ու նազում է պճրանքով ու այնպես է ձևացնում, թե քիչ առաջվա լաչարը ինքը չէր։ Անվայել արարք իսկի իրեն թույլ կտա, որ նայում է մեզ ամբարտավան դժգոհու հեգնանքով ու մտքում ծիծաղում է մեզ վրա։ Վախկոտներ։ Մենք թաց շորերով պառկել ենք ափի ավազներին ու հանգստանում ենք մեր կրած սարսափներից հետո։ Իսկ արևը, մայիսքյան սքանչելի արևը գորովագութ մոր նման գուրգուրում է մեզ, կարծես մեղմելու համար այն տանջանքները, որ կրեցինք կատաղած տարերքից։ Նորից այնպես խաղաղ ու մեղմ էր շրջապատում, կարծես փոթորիկն ու մրիկը անծանոթ բաներ են այդ երկրի համար։ Չնստենք նավակները, անհամբեր հարցրեց Ռենիկը։ Նստենք, համաձայնեցի ես, բայց միայն Ալբերտի թույլտվությամբ։ Նախ թո նայի երկնքի նշաններին ու որոշի, հո Բոբոլոզն էլ չի գալու։ Իմ այս մեծարանքից տղայի թուղ ճակատին քրտինքի կաթիլներ շարվեցին։ Չէ, այսօր էլ Բոբոլոզ չի գա, ասաց նա, աժդահակի չալ ընկած բարձունքներին նայելով։ Եվ մենք պատրաստեցինք մեր կառթերն ու նորից նստեցինք մեր նավակները։ Իսկապես որ խենթ է մեր Սևանը, բայց մենք հո նրանից պակաս խենթը չենք։ Արեքնաս։ Մեր հարևան Մուկուչը հովիվ էր հարուստ ենոքի տանը։ Մի տուն լիքը մանուկներ ուներ Մուկուչը, որոնց եթե թոնիրը լցներ, շորահոտ չէր գա։ Բոբիկ, տկլոր, կիսաքաղց։ Նրանց մայրը, որ սկզբում սև աչկունքով լիքը թշերով հարս էր, երեխաների հոգսից տարեց տարի հալվեց, չոբ դառավ։ 6 երեխա։ Շորը հոտ չկար ու չկար, բա այդքանի ուտելիքը ոնց հասցներ խեղճ Արեքնազը։ Հասկ էր հավաքում հնացած արտերից, բրիչով փորփրում պալարներ էր գտնում կարտոլատեղերից, անտառից վայրի պտուղներ էր բերում։ Այնքան կռացած գործ էր արել, որ խեղճի ողնաշարը ծռվել էր եւ նա ինքն ամբողջովին ժամանակից առաջ ջրացել էր, թեև 35-ը նոր էր բոլորել։ Տեսնելով, որ ծայրը ծայրին չի հասցնում, դիմում էր միամիտ խորամանկության։ Քնեցեք, բալեկ ջան, իրիկվա կերածը կորածը։ Ու հեքիաթներ էր պատմում, վերացնում այս աշխարից, որ քնեն։ Իսկ երեխաների հայրը կհարցնեք դուք։ Նրա պաշտոնն այնպիսին էր, որ իր ասելով տուն չի պիտի գա ոչ ամառը, ոչ ձմեռը, ոչ ցերեկը եւ ոչ էլ գիշերը։ Հոտը եթե մոտը շարունակ արթուն պահապան չունեցավ, գայլերի բաժին կդառնա։ Նա նույնիսկ հագուստը ամիսներով չի պիտի հաներ, այդպես էր չոբանը հին գյուղերում։ Ասենք սիրտել չուներ տուն գալու, հենց ոտը շեմքին էր դնում, երեխաները փաթաթվում էին ծնկներին, թե ապի, ինչ ես բերել։ Արեքնազն էլ առաջվա նման սիրալիր չէր, միշտ իր բախտից էր գանգատվում ու նախատում էր, որ Մուկուչը սարերում ապրում է իր համար անդարդ ու անհոգ։ Ու Մուկուչը նեղվում էր տանը, շատ էր նեղվում։ Մի քանի մխիթարական խոսքեր էր ասում կնոջը, գրպանից վայրի միրգ էր հանում բաժանում երեխաներին ու շտապում էր վերադառնալ իր հոտի մոտ։ Այնտեղ լավ էր, ազատ, օդը շրնգան։
Գայլի կերածի մի մասը տեղն ու տեղը խորովում էր ուտում, մնացածը տանում տիրոջը, թե էսա թողել անիրավը։ Կամ տոպրակից հանում էր պղնձե թասը, փչում մաքրում էր հացի փշրանքներից, մեջը փշշալով կթում էր թուխ ոչխարներից 2-3-ին ու գլխին էր քաշում։ Դրանից էլ Մուկուչի վիզն էլ էր կարմիր, դեմքն էլ, իսկ ձանը այնպես զորեղ էր, որ դմդմփացնում էր սար ու ձոր։ Կուշտ ուտելուց հետո սղալում էր շեկ բեղերը, հոտը փռում էր գյուղի դիմացի լանջին ու այնտեղից ձայն էր տալիս։ «Արեք նազ, ես հլը լավ եմ, դուք ոնց եք»։ «Այ մարդ», ասում էին, «ախր էն երեխեքը»։ «Երեխեքին ինչ կա, որ հավերի հետ քուջուջանելով կմեծանան», հանգիստ պատասխանում էր Մուկուչը ու կուշտ մարդու հզոր ձայնով կրկնում իր հարցը։ «Արեք նազ, ես լավ եմ, լավ, դուք ոնց եք»։ Հարուստ չենք, բայց մարդ ենք։ Մուկուչ քեռի, ամերիկացիք են եկել Դիլիջան, մորթեղեն են հավաքում, որսի չգնանք բախտներս փորձենք։ Անվանի որսորդ Մուկուչին ձայն տվողը մեր հարևան Արշակն էր, որ նոր էր եկել Գերմանացու ֆրոնտից։ Դա փոքր մարմնով, թուխ դեմքով արագաշարժ մի երիտասարդ էր եւ մեր գյուղում հայտնի էր որպես ըմբոստ, իշխանությանը չենթարկվող, տերերի հասցեին համարձակ խոսող։ Դե Ռուսաստանում իր աչքով տեսել էր հեղափոխությունը, ինչպես հաշտվեր դաշնակների ստեղծած անարդար կարգերի հետ։ «Ադա մորթու դիմաց ինչ են տալիս»։ հարցրեց ձեր որսորդը։ «Դեղին կտավ, կուզես շապիկ կարիր, կուզես ներկել տուր, բլուզացու դառնա»։ «Դե գնանք, բայց դե այս կաթնակերն էլ եմ մեզ պոչ դառնալու, չգիտեմ ոնց կլինի, ուզում եմ ծմակի խորքը գնանք»։ Կաթնակերը ես էի, որ ականջներս ծրած, աչքաբաց հետևում էի, թե երբ է որսկան Մուկուչը որսի գնում, որ իսկույն ընկերագնամ։ Հեշտ էր ինձանից պոկ գալը։ Ստիպված այս անգամ էլ հետները վերցրին։ Գնում էինք մեր բակատեղեր կոչված հանդը ամերիկացիների համար կզաքիս որսալու։ Շրջանում լուր էր տարածվել, որ ամերիկացին մի շատ բարի մարդ է ու լավ էլ գին է տալիս մազեղենին։ Հիմի որ շապիկ ոտաշոր կհագնենք, սար բարձրանալիս ուրախ ասում էր որսկան Մուկուչը։ Շապիկ, ոտնաշոր, ես չգիտեմ այն տարիներին մեր գյուղում մի 10 մարդ կգտնվեր, որ սպիտակեղեն հագներ։ Ինչ վերաբերում է ինձ, կոշտ բրդից գործած բլուզ, շալվարել էի հագնում, այնպես էր հարում կոշտ շալը։ Հիմի ասում են ինչ որ մի վայրենի կենդանու դիմաց ամերիկացին մեզ սպիտակեղենի կտոր է տալու, դե արի բողարին 4 ոտն էլ միանգամից փող մի առնի։ Բայց այդ հեռանկարը Մուկուչ պապին ավելի էր ոգևորել, էլի սկսել էր գլուխը գովել։ Ինչքան մեռած լինեմ, որ շաբաթական մի 5-6 դալա չմաշկեմ։ Իր սովորական լավատեսությամբ հաշվարկներ էր անում նա։ Էդ հաշվով ձմեռվա մեջ կտորն էլ տունը կլցնենք, նավթն էլ ու շաքարն էլ։ Նավթն ու շաքարը երազ էր մեր համար դաշնակների տիրապետության տարիներին։ Նավթի տեղ մենք եղևնու արմատ էինք վառում։ Իսկ շաքարի տեղ թեյի հետ գործ էինք ածում մեր անտառի չորացրած մրգերը։ Հը, ինչ կասես Արշակ, հիմի էլ կտավ չեմ ուզում, շաքար եմ ուզում, ինչ պիտի ասի, որ չտա։ Կտա, ինչի չպիտի տա, որ, խորհրդավոր քմծիծաղով պատասխանում էր Արշակը։ Մեր գյուղի վերին բլուրներն անցկացանք, մտենք ձմեռվա սառած անտառը։ Ծառերը լուռ կանգնած էին, եղամիշ ճերմակած գլուխներով եւ կարծես սրտից սրսփում էին։ Ձյունը խորն էր, եւ եթե մորսկան Մուկուչը կաղնի կոճղի նման այդ մարդը առաջից ճեղքելով չգնար, իմ բանը բուրդ էր։ Շատ գնացինք, բակատեղին էլ անցանք։ Վերջապես արևահայաց մի նոսր կաղնուտում գտանք այն կենդանու հետքը, որի մորթու համար մարդիկ հեռավոր Ամերիկայից հասել էին մեր լեռնոտ երկիրը։ Որսկան Մուկուչը կանգ առավ ժանյակի նման նախշուն հետքի մոտ, փափախով սրբեց իր մազոտ երեսի կրտինքն ու հանդիսավոր հայտարարեց. «Էս հեչ, էս մերն է»։ Եվ փափախը կռնատակին դնելով հետքը բռնեց ու գնաց։ Մենք ոգեշնչված հետևեցինք նրան, դե ոնց չոգևորվես, երբ անվանի որսորդ Մուկուչը հաստատ ասում է, որ անտառում նախորդ գիշեր ման եկած կենդանին մերն է։ Շատ գնացինք մենք այդ հետքով, այնքան շատ, որ ծնկներս ծալվում էին եւ եթե չամաչեի, կնստեի ձյան մեջ ու այլևս չէի վեր կենա։ Ինչպես չի հոգնում այդ կենդանին։ Ասենք ինչու պիտի հոգնի, որ նա թեթև թրջկոտելով գնում է ձյան ասառած կեղևի վրայով, իսկ ես խրվում եմ միջև ծնկներս։ Ինչ դժվարին տեղերով է գնացել այդ անխիղճը։
Կարծես գիտե, որ իր հետքով որսորդները գալու են իրեն փնտրեն եւ դիտմամբ նրանց տանջելու նպատակով անցել է անտառի ամենադժվարին տեղերով, թփերով ծածկված ժայռերի ծերպերով, անանցանելի մացառներով, պառկած ծառերի արանքներով։ Մեկ գիրտ իջել է ձորը, մեկ բարձրացել ծառապատ բարձունքներն ու ամեն տեղ տենդանքին խուզարկել է ծառերի փչակները, մեղր է փնտրել, թե իր բնում անմեղ քնած սկյուռ, ով գիտի։ Սրա մորթին դու ամերիկացու խանութում հաշվիր, Սաուլ պիտի պրծնի որսկան Մուկուչի ձեռիցը, մեկ-մեկ պարծենում էր ձեր որսորդը եւ նրա ինքնավստահ խոսքը հուսադրում էր ինձ ու առաջ մղում։ Վերջապես նա կանգ առավ մի կաղնու տակ ու ձեռքը շրթունքներին դնելով մատով ցույց տվեց ձյունը։ Մենք առաջ եկանք եւ նայեցինք։ Ձյան վրա մի քանի կաթիլ արյուն կար եւ մի փոքր բան քարշ էր տված։ Հետքով գնացինք եւ տեսանք մի կոճղի տակ կեսը կերված մի սկյուռ է ընկած։ Նրա մոտ ձյան վրա կզաքիսի խառը հետքեր կային։ Մենք փոքրուց սովոր էինք կարդալ այն նշանները, որ վայրի կենդանիները թողնում են անտառում։ Պարզ է, կզաքիսը մեղր փնտրելիս բարձացել է այս կաղնին եւ նրա փչակում պատահել հանգիստ քնած սկյուռին։ Բռնել է նրա բկից, գզել, գզգզել, ապա փչակից հանել է եւ միասին գլորվել են ծառից։ Ահա ծառի տակ թափթփված են սկյուռի բնի փափուկ խոտը, մազերը։ Պայքարը երկար չի տևել։ Կզաքիսը ծառի տակ խեղդել է սկյուռին, իր ցեղի սովորության համաձայն նախ մաքրազարդել է նրա ուղեղը, ապա ուտելով եկել է միջև մեջքն ու այդտեղ կշտացել է կանգ առել։ Մնացածը թողել է հաջորդ օրվան, իսկ ինքը հիմա մրափում է կաղնու փչակում սկյուռի ավիրած բնում։ Մուկուչ պապը շարունակ մեզ լռելու նշաններ անելով անձայն հետազոտեց շրջակայքը եւ երբ համոզվեց, որ հետքը այդ ծառից դենը չի գնացել, ինձ ծառը բարձրանալու նշան տվեց։ Երբ սկսեցի վերմագլցել, նա իր ահագին փափախը ինձ հանձնեց ու նշաններով հասկացրեց, որ խրեմ փչակի մուտքը։ Ծառի կեսից ետ նայեցի։ Մուկուչ պապը բավականությունից շփում էր իր թավ բեղերն ու երջանկություն արտահայտող նրա դեմքին պարզ կարդացվում էր. եկավ, կտավն էլ եկավ, շաքարն էլ։ Քիչ էլ սողացի։ Հանկարծ ծառի ներսից խրխրթոց լսվեց եւ զգացի, որ գազանիկը վեր է բարձրանում։ Հենց փափախը մեկնեցի, որ փչակը խրեմ, կզաքիսը դուրս պրծավ, իր ճանկով թե ժանիքով, քերծեց մատից ծայրն ու մագլցեց ծառի կատարը։ Մուկուչ քեռի, փախավան իրավը, անհանգստացավ Արշակը, իսկ ձեր որսորդը հանգիստ նշան էր բռնում ու ասում. Էդ հեչ, էդ մերն է, մեր ձեռքից ուր պիտի փախչի որ։ Բայց նա չհաջողացրեց կրակել, քանի որ կզաքիսը ցատկեց հարևան ծառին, այնտեղից էլ ցած նետվեց ու անհետացավ անտառի թավուտում։ Ոչինչ, դա մեր անասունն է, հեչ չմտածեք, միշտ լավատես մեզ սիրտ էր տալիս Մուկուչ պապը։ Կուշտ կերած հայվանը հեռու չի գնա, դուք ղոչաղ եկեք հետևիցս։ Գնացինք, զինված մարդկանց առաջ կզաքիս կանք կառնի։ Ձորակներում թոքում էինք ջուր խմում սառը արվակներից, բայց հաց ուտելու ժամանակ չկար, որսին հետապնդող մարդու աչքը հաց կգա։ Երեկոյան կողմ մեծ ոտքերով մի մարդու հետ եկավ միացավ կզաքիսի հետքին։ Մամիկոնն է, մի տես ոնց է ոտքերը ծուրմուր դրել, վճռեց Մուկուչ պապը ու առանց կանգ առնելու շարունակեց ճանապարհը։ Կզաքիսը շարունակ թռչկոտերով էր գնացել, դա երևում էր նրանից, որ ոտքերը զույգ էր դրել։ Միայն տեղ-տեղ նա կանգ էր առել, մի ոտքը բարձրացած ականջ դրել եւ դանդաղ առաջ գնացել։ Դրանից էլ ոտքերի զույգ նախշերը խախտվել էին ու ձյան վրա մնացել էր կլոր թաթերի երկու կանոնավոր շարք։ Տեղ-տեղ էլ այնպես արագ էր վազել, երևի հետևից լսել էր մեր ձայները, որ հետևի ոտքերը առաջի ոտքերից առաջ էին անցել ու ճանկերը ձյան մեջ չռված հետքեր էին թողել։ Այդպիսով մենք պարզ կարդում էինք, թե երբ է մեր որսը հանգիստ եղել, երբ է վախեցել, երբ է զգացել մեր ներկայությունը։ Անտառի խորքում թրխկոց լսվեց։ Ծառ են կտրում։ Ծուռ ոտներով մարդու եւ կզաքիսի թողած հետքերը մեզ տարան այդ ուղությամբ եւ քիչ հետո մենք տեսանք մեր գյուղացի Մամիկոնի ահագին հասակը կացինը ձեռքին մի փուչ կաղնու տակ կանգնած։ Տաշեղները թափթփված էին ձյան երեսին։ Ինքը շապիկով էր, բլուզի փեշը երևում էր ծառի կեսին, պարզ է, իր հագուստով փակել է փչակի բերանը։ Ճանճի բուն ես գտել, հա,
ուրախ ձայնեց Մուկուչ պապը գետնին թափված մոմի կտորներից մեկը վերցնելով։ Ես եմ գտել, որ Դալեն է գտել։ Հիմա մենք դրան տիկ կհանենք, իր գտած մեղրն էլ կվայելենք։ Այ տղա, Արշակ, հետներս գոնե մի վեդրո չենք բերել, բա ինչի մեջ ենք լցնելու։ Այ Մուկուչ քեռի, ձուկը դեռ ջրի մեջ առևտուր ես անում։ Դու մեղրը հանիր, վեդրո ճարելը հեշտ է, թերահավատությամբ գլուխ նորորելով պատասխանեց Արշակը։ Հետո ավելացրեց. Մի տեսնենք մամիկոնը իրեն որսին մեզ ընկերացնում է, որ։ Վա, ամոչի, որ այդպես բան ես ասում, Արշակ ջան, անկեղծորեն նեղացավ մամիկոնը։ Մուկուչ քեռին 20 անգամ ինձ իրեն սպանած որսին ընկերացրած կլինի, բա ես մարդ չեմ։ Բայց Մուկուչ պապը մտատանջության մեջ էր, թե ինչի մեջ ենք լցնելու մեղրը։ Այ պուճուր, ղշի պես թռի գնա գոմերը, վեդրոյից, կովկիթից ինչ որ ճանկդ կընկնի բեր, պատվիրեց Մուկուչ պապը։ Ղշի պես թռի, թևե մնացե որ թռչեմ։ Լավ էր, Արշակը նեղացավ ծերունու վրա, թե մեղրը հանենք, տեսնենք ինչքան է, նոր ուղարկենք ամանի հետևից։ Գուցե այնքան շատ է, որ բոճկա պիտի բերենք, ավելացրեց նա հեգնանքով։ Հա բա, կարող է փչակը լիքը լինի, լուրջ ընդունեց Մուկուչ պապը։ Այն տարի օղորմածիկ քավոր Մելքոնի հետ մի ճանճ գտանք, կաղնու փորը լցրել էր մեղրով, մեղր է, ինչ մեղր, ոնց որ դեղին խունկ։ Մուկուչ պապը ճուխայի փեշերը վեր քշտեց, խրեց գոտին, կացինը առավ մամիկոնի ձեռքից, ափերի մեջ թքեց ու շարունակեց ծառը կտրել։ Խփում էր ծառին, ապա ականջը դեմ անում նրա բնին եւ այդ պահերին մենք տեսնում էինք, որ անմեղ երեխայի նման ուրախանում է։ Համա միջին ցիրկ է ապարում, հա, տղերք, ասում էր նա ականջ դնելիս։ Ասա, որ քեզ կտրատում ես, ուր ես բրձնելու որսկան Մուկուչի ձեռքից է։ Համա մամիկոն, փչակը լիքն է, վայ թե այնքան մեղր հանենք, որ չկարողանանք տանել։ Նա խոսում էր լավատեսությամբ եւ վառ հույսերով, իսկ Արշակը բեղի տակ քմծիծաղ էր տալիս։ Ինչ թերահավատ մարդ է այդ Արշակը։ Ծառն օրորվեց եւ դղրդոցով տապալվեց, զառնվեց ներքևի կոճղին, փորը պատրվեց եւ այդ պատրվածքից դուրս պրծան սև մեղրահացերն ու մի թավամաս կենդանի։ Ադա, փախավ, հասեք, գոչեց Մուկուչ պապը դեպի հրացանը շտապելով։ Էլուր հասնեին, ծլկեց։ Լավ, այն մերն է ու մերը, այն հեչ, դու մեղրը տանելու մասին մտածիր։ Ինչ մեղր։ Ամբողջը սևացած չեչեր էին։ Ով գիտի երբ է մեղու եղել այդ փչակում։ Երաշտի է հանդիպել, կոտորվել եւ դատարկ են մնացել նրա մեղրահացերը։ Մուկուչ քեռի, էս պուճուրին ուղարկենք բոճկա բերի, հեգնեց Արշակը։ Բայց դե Մուկուչ պապը կհուսահատվեր, որ միշտ վարդագույն ցնորներով լցված, միշտ լավատես այդ մարդը ամենադառը պահին էլ իր համար մխիթարական բան էր գտնում։ Գնաց քարկապի քարերը, դա քարի դալա է, դրա բույնը քարափներում է, մեջն է մտնում ու սուս անում, ծուխ դրիր թե չէ, խելոք սատկում է, ձեռքդ մեկնիր ու հանիր։ Այսպես ուսադրեց մեզ Մուկուչ պապը եւ մենք Կզաքիսի թարմ հետ կբռնած գնացինք։ Հասանք քարկապ կոչվող շեկ ժայռերին եւ տեսանք, որ կենդանու հետքը իրոք կտրվում է մի խոռոչի առաջ։ Հիմի որ մերն է, համոզված հայտարարեց Մուկուչ պապը եւ այդ խոռոչի առաջ ծալապատիկ նստելով գրպանից հանեց չախմախը, աբեթն ու չախմախաքարը։ Այն ժամանակ մեր գյուղում լուցկին ով էր տվել, որ։ Դե հիմի չորացած տերևներ ու խոտ խցկեք դրա բունը, տեսնեմ ուր է բրցնելու մեր ձեռքից։ Համա Արշակ, շատ մեծն է էս Դալենու այնքան սիրուն, որ քո ամերիկացու բերնի ջուրը գնալու է, կտավ չէ, որ ոսկի էլ ուզես չի խնայելու։ Մենք նույնպես համոզված էինք, որ մեր հետապնդած կենդանին շատ խոշորն է։ Դա երևում էր նրա թաթերի մեծությունից եւ ահագին թռիչքներից։ Չորացած տերևներ լցրեցինք ժայռի փչակն ու կրակ տվինք։ Ծուխը մլմլալով ներս գնաց եւ քիչ անց երկրի խորքից բխկոց լսվեց։ Խեղդվում ես, հա, ախր մեզ վառեցիր է, ասում էր ծեր որսկանը, ալեզարդ մորուսը շոյում եւ հետն էլ կարգադրում։ Կրակին փչեցեք, որ ծուխը ներս գնա։ Մոտ կես ժամ այդպես ծուխ դրինք, հետո կրակը հանգցրինք ու հերթով ձեռքներս խոթեցինք խոռոչի մեջ։ Անցքը խորն էր։ Հրացան մեկնեցինք, դարձյալ չհասավ ծայրին։ Պուճուր ջան, մի վազիր գոմերը մի քլունգ բեր, 2 հատ էլ բահ, կարգադրեց ինձ Մուկուչ պապը։ Համա զգույշ կաս, ճամփին նալած նապաստակները քացի չտան, ավելացրեց նա։ Ձեռ է առնում։ Ես արդեն 2 տարի է որսի եմ գնում,
նա դեռ ինձ երեխա է համարում։ Մուկուչ պապը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ ես արդեն թռչում էի դեպի գոմերը մեր գյուղի ձմեռանոցը։ Ինչ քաղց, ինչ հոգնածություն, մեր հանդերի ամենախոշոր կզաքիսը խեղդված ընկած է ժայռի խորքում, շուտ հանենք, որ ուսս գցած գյուղ մտնեմ։ Արևը մայր էր մտել, լուսինը դուրս էր եկել, երբ ես բահերն ու քլունքն ուսիս քարկապ վերադարձա։ Չէ, Արշակ, սրանից դեն է, էլ կաթնակեր անունը չի սազում սրան, կարգին որսկան է դառել, հն, հարցրեց Մուկուչ պապը ինձ ակնարկելով։ Արշակը համաձայնեց եւ այդ լուսնկա գիշեր հանդիսավոր կերպով ին վրայից վերցրին կաթնակեր արհամարական կոչումը եւ որսորդ օծեցին ինձ։ Թող գյուլետ գետնին չընկնի, որդիս, ասաց Մուկուչ պապը իր ահագին դաշունը գլխիս բռնելով։ Ոչինչ չասացի, հուզված էի։ Սկսեցին բահերով ու քլունքներով լայնացնել ժայռի տակի անցքը։ Շատ աշխատեցին։ Մամիկոնը շատ անգամ ահագին հասակով մեկնվեց ու սողաց բույնը, բայց կզաքիսը չկար ու չկար։ Մի դեսը կաց, քո բանը չի, աշնել աղվեսի բույնը կմտնի, ծաղրեց Արշակն ու իր բարակ ճկուն մարմինը ժայռի արանքներում ոլորելով այնպես խորը խցկվեց անցքը, որ նրա ոտքերի ծայրերն էին միայն երևում։ Դուրս քաշեցեք, երկրի խորքից լսվեց նրա խեղդված ձայնը։ Եվ ոտքերից բռնեցինք դուրս քաշեցինք, ես ուրախությունից ճչացի։ Արշակն ատամներով բռնել էր կզաքիսի պոչից եւ իր հետ դուրս էր քաշում ծխախեղդ կենդանուն։ Մամիկոն, ախր ուխտի չափ բոյդ ինչի է պետք։ Հիմիկվա մարդը մի աղվեսի չափ պիտի լինի, որ ամեն ծակ ու ծուկ մտնի գլուխն ազատի, լուրջ ու հանդարտ խրատում էր Արշակը։ Իր ուրախությունը նա էլ այդպես էր արտահայտում։ Հերթով վեր բարձրացրեցինք ու լուսնի լույսով զննեցինք մեր որսը։ Զննեցինք ու հիացանք։ Դա մի շատ խոշոր կզաքիս էր, մեջքը մուգ շագանակագույն, փորի տակը բաց գույնի, լանջը ճերմակ, պոչը թավամաս։ Հն, մարդս երկու շապկացու կտավն եկավ, թե չէ, հարցրեց Մուկուչ պապը։ Տանենք Դիլիջան տեսնենք, անորոշ պատասխանեց Արշակը եւ ճանապարհ ընկանք դեպի գյուղ։ Մարդս երկու շապկացու, դա հոյերազ էր այն ժամանակվա համար, քանի տարի էր ժողովուրդը կտորեղենի երես չէր տեսել։ Գիշերը պարզ էր ու ցուրտ, բայց մենք չէինք զգում ոչ հոգնածություն, ոչ սառնամանիք։ Մուկուչ պապի ուսից կախված թավամաս կենդանին տաքացնում էր մեզ բոլորիս։ Իր տեսքով, իր ներկայությամբ, իր բացած հեռանկարով։ Գավառական քաղաքը հեռու չէր։ Մեր գյուղից պարզ երևում էին ձորում, աստև գետի ափերին վեր ելնող ճերմակ պատերով եւ կարմիր տանիքներով տները։ Դեռ արևը չէր ծագել, կուշտ առևտրականները դեռ չէին արթնացել, երբ մենք մտանք հունվարի սառնամանիքից սառած քաղաքը։ Դռնապանները ձեռքներին փչելով ավլում էին ծուռ ու մուռ փողոցները, մի սայլակ փռից թարմ հաց էր տեղափոխում խանութ։ Լավ էր թարմ հացի բուրմունքը այդ սովի տարիներին։ Կասենք մի մասը փող տա, մարդս մի 3-4 բուխանկա հաց տանենք, ասաց Մուկուչ պապը թարմ հացի հոտից գայթակղված։ 3-4 բուխանկա։ Մեր մորթին այդքան փող կհանի, որ պապի, քաշվելով հարցրեցի ես։ Կհանի, սրան էսպես փոքր մի տեսնի, սա իրեն փոքր տեղովը 2 ոչխարի գին ունի, պատասխանեց Մուկուչ պապը, մորթին վեր բարձրացնելով եւ մեկ էլ զննելով։ Արևի առաջին շողերը ընկել էին մեզ վրա, եւ երբ մորթին շարժում էր, ալիք-ալիք այնպիսի նուրբ իրանքներ էր տալիս, որ նկարագրել չեմ կարող։ Իսկապես, մեկ էլ ով էր մեր ձորերում այդպիսի գեղեցիկ կենդանի բռնել։ Բա, բարձանքով եզրակացրեց որսկան Մուկուչը մեզ ուրախ աչքով անելով, որ նշանակում էր, թե մի վախենակ, այս մորթին մեզ համար կտորեղեն էլ կբերի, շաքար էլ, հաց էլ։ Ափսոս, մամիկոնը հետներս չէր, որ անձամբ տեսներ ամերիկացու զարմանքը։ Էս մորթու համար ամերիկացի կնանոնց խելքերը կգնա։ Մուկուչ պապի գովասանական խոսքերից սրտապնդած առաջ գնացինք։ Ահա եւ մորթեղեն մթերող ամերիկացու խանութը մեծ կողպեքը վրան, սառած զուցափեղկում մի աղվեսի խրտվիլակ։ Անհամբերությունից շուտ էինք եկել, այժմին էլ ամերիկացին կարթնանա որ։ Դե տավար չունի, որ մեզ նման շուտ վեր կենա, խոտ տա, տակները քերի, դարդ չունի, որ քունը չտանի։ Մենք էլ կասենք ապրում ենք նա էլ,
Տխուր կարծես ինքն իրեն դիտողություններով ասաց Արշակը։ Մուկուչ պապը խետ-խետ նայեց նրան։ Ինչ ես սսվում տո, որ հրացան նուսիս մեր սիրուն սարերում ման եմ գալիս ու աստղերի տակ քնում, սրա պալատից էլ է լավը, հարստությունից էլ։ Փող աշխատելու համար մարդ իրեն հայրենիքը կթողնի Ամերիկայից կգա Դիլիջան կհասնի, ոչ լեզու գիտի, ոչ հետը խոսող կա։ Ապա քիչ լռելուց հետո մտախոհ ավելացրեց. Խելքս չի կտրում, թե այնպես մարդը օգուտի համար եկած լինի։ Ով գիտի ինչ գործով է եկել։ Ասում են ամերիկացի հայերին շատ են սիրում, դրա համար էլ ամիսներով ճամփա են կտրում, հասնում մեր երկիրը։ Իր դեմքին զգալով Արշակի սուր, նախատական հայացքը Մուկուչ պապը ձայնը կտրեց։ Քիչ հետո տոնը փոխած, ինձ խորամանկ աչքով անելով ասաց. Չէ, ամերիկացիս մեր ուզած գինը վազելով կտա։ Էսպես ապրանքից նա ձեր կքաշի, որ խաս ու ղումաշ է սա, հոմորթի չի։ Ու նորից կզակիսի դնչից վեր քաշեց, դիմացը բռնեց ու զննեց նրա գեղեցիկ հասակը գլխից միջև թավամաս պոչի ծայրը։ Շատ սրսրթացինք խանութի պատի տակ, միջև որ վերջապես եկավ ամերիկացու հայ գործակատարը և թարգմանը Վանեցի Միհրանը։ Եկավ, սառը նայեց մեզ ու դուռը բացեց։ Դա չոր, վիզը երկար, ճակատը կնճռոտ մի մարդ էր։ Նրա հագին ամերիկյան հագից հանված հին շորեր էին, որոնցից ամեն մեկը մի տիրոջ էին պատկանելիս եղել, ուստի կարված էին տարբեր չափերով ու տարբեր ճաշակներով։ Կոշիկները այնպես նեղ, երկար ու սուլուլիկ էին, որ ծիծաղս հազիվ էի պահում։ Ափսոս չէին մեր տափակ տրեխները։ Ներս գնացինք։ Մուկուչ պապը չուխի փեշի տակից հանդիսավոր կերպով հանեց կզակիսի մորթին և Միհրանի դիմաց բարձր բռնելով հարցրեց. Ինչ ես կարծում, պարոն Միհրան, ամերիկացին սրան ինչքան կտոր կտա։ Պարոն Միհրանի կանաչ աչքերում ագահ փայլ երևաց, ինչպես փայլում են չաղ մսի կտոր տեսած կատվի աչքերը։ Բայց նա իսկույն քողարկեց այդ փայլը և անտարբեր պատասխանեց. Բերածդ ինչ է, որ դիմացնել ինչ ես ուզում։ Մուկուչ պապը վիրավորվեց։ Այս ձորերում էսպիսի դալա իսկի բռնող եղել է, որ պառավն իր թանին թթու չի ասի, ամենքի բռնած որսն իր աչքում մեծ է երևում։ Ու պարոն Միհրանը գնաց խանութի խորքը և այնտեղ սկսեց մորթիները դասավորել։ Բա որ ասում եմ շատ չեն տալու, նորից հուսահատվեց Արշակը։ Չէ, ինչ ես խոսում, ծլթացրեց ձեր որսորդը։ Սա ինչ գիտի որ ամերիկացին աշխարհ տեսած ուսումնական մարդ է, ապրանքի գին գիտի։ Չէ, դու հանգիստ կաց։ Եկավ ուսումնականը, գլուխը քիչ խոնարհեց, որ դռնովը ներս մտնի։ Ամերիկացի մի ասի, լավ կերած, մի ահագին ցուլ ասա։ Կեր ծխամորճը բերանի անկյունից կախ, թշերը կարմիր, հայացքը բութ, ապակյա։ Նայեց մեր բերած մորթուն, տնտղեց, քթի տակ մրլտաց։ Իսկ պարոն Միհրանը, որ մինչ այդ հպարտ ու արհամարհանքով էր նայում մեզ, ամերիկացու ներս մտնելուն պես իսկույն կերպարանափոխվեց։ Մեղրափծոր ժպիտը դեմքին աթոր հրամցրեց տիրոջը, կռացավ սրբեց դեղին կոշիկների ձյունը, նրա լայնեզր գլխարկը այնպես զգուշությամբ ու երկյուղով տարավ կախելու, կարծես սրբություն էր ձեռքինը։ Ես մորթին ու ամերիկացին թողած ապշահար այդ մարդուն էի նայում, հայացքով հետևում էի ինձ համար տարօրինակ նրա քնքուշ շարժումներին և գլուխ էի ջարդում հասկանալու համար, թե ինչու հանկարծ փոխվեց այս մարդը։ Այդ պահին պարոն Միհրանը շատ նման էր մեր բողար շանը, որը ինձ տեսնելուն պես փաթաթվում էր ոտքերիս ու պոչով ավլում գետինը։ Բայց չէ, բողարն իմ մտերիմն է, նրա պարզ աչքերի մեջ կարդում եմ, որ սիրում է ինձ ու կրակը կնետվի ինձ համար։ Չէ, սրանը ուրիշ բան է, ինձ անծանոթ մի ուրիշ բան։ Ամերիկացին ծխում էր ու լուր չափչփումներ անում և ես տեսնում էի, թե ինչպես գոհ դեմք ունի մեր Մուկուչ պապը։ Նրա հայացքն ասում էր. թող չափի, էդ չափսի մորթի դա տեսել է, որ թող չափի, որ իսկական գինը տա։ Վերջապես ամերիկացին մորթին անփույթ գցեց վաճառասեղանին և կոկորդում ինչ-որ բան մլրտաց։ Ինչ է ասում, հավանեց, անհամբեր հարցրեց Մուկուչ պապը պարոն Միհրանին։ Ոչ, չհավանեց, ասում է գնի կեսը կորցրել է։ Ձեր որսորդն անակնկալի եկավ։ Ինչի՞։ Խեղդված ձայնով հարցրեց նա։ Ամերիկացին պատասխանեց իր լեզվով և Միհրանը թարգմանեց. Մորթին հանելիս ճանկերից մեկը թողել եք ոտքի վրա։
Մուկուչ պապը տնտղեց մորթին, հաշվեց կենթանու սուր ճանկերը, իսկապես առաջին ձախ ոտքի ճանկերից մեկը չկար, մաշկելիս թե ծառը մագլցելիս պոկ էր եկել։ Ասա լավ, մի ճանկն ինչ է, որ իսկի չի էլ երևում։ Միհրանը թարգմանեց, որի հետևանքը եղավ այն, որ ամերիկացու դեմքին ժպիտ երևաց, եւ նա թարգմանի միջոցով շատ քաղցր եւ շատ քաղաքավարի ասաց, որ Ամերիկայում տիկինները մորթի գնելիս առաջին հերթին ճանկերին են նայում։ Հա, միամտորեն համոզվեց Մուկուչ պապը։ Դե որ այդպես է կարգը, ինչ արած, պիտի տանք էլի Արշակ։ Բայց Արշակն այդքան միամիտ չէր, որ շուտ համոզվեր, եւ նա դառը հեգնանքով հարցրեց ամերիկացուն։ Որ մի ճանկի համար գնի կեսը վեր եք գցում, բա որ 2 ճանկ պակաս լինի, ուրեմն այս մորթին ոչ մի բան չարժի։ Այո, եթե ճանկեր չունի, մորթին ոչինչ չարժի, լրջորեն հաստատեց ամերիկացին։ Հո դա սուտ չի խոսի, հո մեզ չի խաբի, միամտորեն հարցրեց ձեր որսկան ն պարոն Միհրանին։ Այդ հարցից պարոն Միհրանը երկյուղով ետ գնաց, որ խոսքդ հասկանա, շատ մեծ ամոթ կլինի մեր ազգի համար, կրթված, պատվով մարդ է, Ամերիկայից այստեղ է եկել վիրավորական խոսքեր լսելու։ Գնացեք, կոպիտ սարեցիներ եք, դեր մարդու հետ խոսելու ձև էլ չգիտեք։ Բա հիմի վերջն ինչքան կտավե տալու, հարցրեց Մուկուչ պապը։ Պարոն Միհրանը գինն ասաց. Էթո ամեն մեկից մի տոպրակացու էլ չի հասնի, ինքներեն ասաց Մուկուչ պապը, մորթին ետ վերցրեց ու մնաց մոլորված։ Ուր տանենք Արշակ, հարցրեց նա։ Մեր գավառում միայն մի մարդ կա, մի բարեգործ մարդ, որ անտառի ջրի մորթուն գին է տալիս, ուրիշ ուր պիտի տանեք, ամերիկացուն ակնարկելով եւ նրա առաջ քծնանքի շարժում անելով, ասաց պարոն Միհրանը. Լավ, կտանք, բայց որ դու դրա առաջ պոչդ շարժում ես, ինձ դուր չի գալիս, տղամարդ ես տո, շպրտեց Արշակը զայրացած։ Պարոն Միհրանի կոկորդի ընկուզաչափ կապը վեր ու վար գնաց եկավ։ Նա ուզեց մի բան էլ ասել, բայց վիրավորանքը կուլ տվեց, որ տերը չհասկանա իր նսեմանալը։ Տվեք ինչ որ տալու եք, ճանկերը։ Ապրեշումի պես սիրուն մեջքը փափուկ պոչը թողած ճանկերին է մտիկ անում։ Եվ Արշակը մորթին Մուկուչ պապի ձեռքից առավ ու նետեց վաճառասեղանին։ Ադա ամոթ է կհասկանա, աչքով ունքով Արշակին սաստում էր ձեր որսկանը։ Ամերիկացին մորթեղենի կույտի վրա անփութորեն նետեց այդ կենթանուն, որին բռնելու համար ես այնքան ապրումներ էի ունեցել, այնքան տանջանքներ էի կրել։ Գուցե դրանից էր, որ նրա այդ անփույթ շարժում ու հոգեկան ցավ պատճառեց ինձ։ Ինձ այլևս չէին հետաքրքրում ոչ նրա դիմաց տանալիք կտավը, ոչ դրամը, որով հաց էինք գնելու։ Հա, թող կեսը փողով տա, հացի ենք տանելու։ Միհրանին դիմեց ծեր որսորդը։ Ամերիկացին լսելով թարգմանությունը գլխով հավանության նշան արավ եւ սկսեց արագ չափել կտավը։ Արշինը խաղացնում է, պակաս չափեց անխիղճը, ցածր ձայնով, բայց գրգռված փնթփնթաց Արշակը։ Ամոթ է այդ աղա կհասկանա, նորից սաստեց Մուկուչ պապը։ Պակաս չափեց, ամերիկացու մաքուր սափրված դեմքին, գեղեցիկ փողկապին, ճաշակով հագուստին նայում է ես ու մտքումս նախատում մեր հարևան Արշակին, որ այդքան կասկածոտ է ու կոպիտ, այսպիսի շնորհքով կրթված մարդը իրեն թույլ կտա մեր բաժին հասարակ կտավից գողանա։ Այս մտքին է, երբ լսվեց Արշակի գրգռված պատասխանը. Ամոթ չի, արշինը դես է տուր, դու սրանց ցեղը չես ճանաչում։ Եվ Արշակը վերցրեց արշինը, չափեց իրեն հանձնած կտավն ու վրդովված ասաց. Կես արշին պակաս է, ու դիմելով Միհրանին ավելացրեց. Ասա ամոթ չի, էս միթիս կտավով հարստանալու ես, ինչի ես խաբում։ Այստեղ մի զարմանալի բան կատարվեց։ Միշտ միամիտ, միշտ բարի, երբեք իր շահին չհետևող որսորդ Մուկուչը կարմրեց միջև ականջները, վզի երակներն ուռան, երևի հասկացավ, որ ճանկի մասին ասածն էլ խաբեություն է, հասկացավ եւ խուլ ձայնով հարցրեց պարոն Միհրանին. Ուրեմն դա մեզ մարդ չի հաշվում։ Միայն մորթին դեսը բեր, որոտաձայն կարգադրեց նա։ Մինչ ամերիկացին տարակուսանքով նայում էր որսորդի այլայլված դեմքին եւ ուզում էր հասկանալ, թե ինչ պատահեց, Մուկուչ պապը վերցրեց կզակիսի մորթին, բարձր բռնեց ու ասաց. Քո ամերիկացուն ասա, բա էդ բոյիցը չես ամաչում։ Ինչ է էս կատվի մազը, որ սրա համար մարդկությունդ կորցնում ես մարդ ես խաբում։ Թու քո նամուսին։ Ու
Պարոն Միհրանի երկյուղած հայացքի տակ ծեր որսորդը պատյանից դուրս քաշեց իր ահագին դաշույնը, մաս կտրատեց Կզակիսյանի չքնաղ մորթին, դեն նետեց եւ ասաց. «Խազեինի տասա, որ մենք սարեցի կոպիտ մարդիկ ենք, էդպես բաները չենք սիրում»։ Ամերիկացին հասկացավ, արհամարանքով նայեց ծեր որսորդի մազոտ դեմքին, կարկատած կոպիտ շորերին, ծակ տրեխներին ու դառնալով իր գործակատարին քմծիծաղով հարցրեց. «Շատ են հարուստ այս մարդիկ»։ «Ասա հարուստ չենք, բայց մարդ ենք»։ Խանութից դուրս գալիս մեր հետևից լսեցինք ծեր լեռնականի հպարտ պատասխանը։ Լուր գնում էինք մենք գավառական քաղաքի սառած փողոցներով։ Չնայած ոչինչ չստացանք մեր այնքան չարչարանքի դիմաց, բայց իմ սրտից կարծես ինչ-որ ծանրություն էր ընկել և ես քայլում էի գլուխս բարձր ու հպարտ։ Լավ ասաց Մուկուչ պապը. հարուստ չենք, բայց մարդ ենք։